Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, կայակալասի ուղերձը Երևանից։ Մոսկվա-Բաքու ջրերը էլ նույն առվով չեն հոսում, ներխուժում Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակ, միջոցառումների կասեցում Մոսկվայում։ Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, Մոսկվան կարծում է կազմակերպությունը օգուտ է Երևանին։ Հեծը պայքարելու է իրավական ու պետական բոլոր ճանապարհներով, մեկնաբանություն Հայաստանի էլեկտրական ցանցերից։ Տրանսպորտի համար չվճարես, կտուգանվես, հարցը ազգային ժողովը արտահերթ կքննարկի։ Նոր նշաններ մայրաքաղաքում, վարորդների աչքը հնին է սովոր, բողոքում են ամենուր։ Արցախյան մոտիվներով գունագեղ գուլպաներ, խաչքարերի ու գորգերի զարդերը նորովի։ Կիբեր հանցագործություններից տուժած քաղաքացիների խնդիրը լուծվում է, վարկերը կսառեցնեն մինչև քննության ավարտը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես թղթով դաշնակից գործով Ախոյան Մոսկվայի ու Բաքվի արանքով կրկին սև կատու է անցել։ Երևացող պատճառը թերևս Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ սկսված ռուսական որսն է, ինչին ի պատասխան Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանում ադրբեջանական մշակութային միջոցառումները, խուզարկություններ սկսել ռուսական Սպուտնիկի ադրբեջանական գրասենյակում։ Րոպեներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն, ինչը պայմանավորված է մեջբերում են Բաքվի անբարյաց կամ վերաբերմունքով։ Բայց սա ընդամենը մեդալի մի կողմն է, իրական պատճառները ավելի խորն են։ Մոսկվայում հասկացել են, որ Բաքուն ռազմավարական գործընկեր լինել ուղղակի չի կարող։ Նայիրի Մուրադյանն է պատմում։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր սկանդալ է հասունանում։ Այն աստիճանի լարված, որ նույնիսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխինին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների հետ կապված։ Այդ ընթացքում սպանվել են 2 ադրբեջանցի, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, 9 հոգի ձերբակալվել է։ Ձերբակալվածները կասկածվում են 2001 թվականին տեղի ունեցած սպանության առնչություններ ունենալու մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է 2 ադրբեջանցիների նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ այնպես չէ, որ նոր է սկսվել լարվածությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Դա նախապատմություն ունի։ Կարող է դա լինի Իրանի դեպքերի հետ կապված, կարող է դա լինի ներքին խնդիրների հետ կապված։ Կոնկրետ այդ տարածաշրջանում ադրբեջանցիները իրենց նենց վարկագիծ են պահել, որ Ռուսաստանը որոշել է այդ տեսակի գործողություններ անել։ Այն, որ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, փաստում է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Պատգամավորը հայտնել է, Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից չէ, որի անդամների նկատմամբ կիրառվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը։ Զատուլինը հայտնել է նաև, որ Արցախի հայ բնակչության տեղահանումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը իր անկախության ամբողջ պատմության ընթացքում ռազմավարական գործընկեր չի եղել հենց սկզբից, ինչը մոլորություն է մեր կողմից։ Ես չէ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները փայլուն են երբևէ եղել։ Դες թվում է Ռուսաստանը հատուկ ծառայություններ չունի, Ռուսաստանը տեղեկություններ չի ստանում, Ռուսաստանը ավելի լավ չի իմանում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Երեք չի այդ նույն ասում Շուշին Թուրքիայի հետ դեկլարացիա է ստորագրում։ Երեք չի կազմակերպում է Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան մեծ հանդիպումներ նույն Վերձորի շրջանում, ինչը որ նշանակում է նախկին Արցախյան տարածաշրջան։ Այդ միասին կան տեղեկություններ, որ իսրայելական անօթաչուներն են այդ կողմից բարձրացել թռել, ինչը նշանակում է հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանը ունեցել է ուրեմն շահեր, որ այդ տարածաշրջանը շատ կարևոր է։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցն էր նախատեսված Ադրբեջան։ Ռուս-ադրբեջանական լարվածության այս ֆոնին այդ այցը չեղարկվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Եվ օրվա ընթացքում Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ իրավապահ մարմինները Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության գրասենյակում գործողություններ են իրականացրել։ Փետրվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր երկրում Սպուտնիկի գործունեությունը դադարեցնելու մասին։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել, թե Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները 2 ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ առանց պատճառները բացատրելու։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, թե Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու Բաքվի որոշումների համար։ Պեսկովը հայտնել է նաև, որ կարևոր է շարունակել աշխատանքային իրադարձությունների պատճառների եւ բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի համար դեմարշի պատճառ են դարձել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ղրղստանում մեկնարկած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, Հայաստանի ԱԳՆ-ից այս լուրը չեն մեկնաբանում։ Հիշեցնեմ, ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ հրաժարվում է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել կառույցին։ Հայաստանը թեև տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին ու հանդիպումներին, բայց եւ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը միայն օգուտներ է բերում Հայաստանին, սակայն դա Երևանի սուվերեն որոշումն է։ Պեսկովի խոսքով ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը, ինչը նշանակում է, որ անդամ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը։ Իսկ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել։ Այս ուղերձով է Երևան ժամանել Եվրամիության բարձր ներկայացուցիչը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի կայունության ճանապարհն է։ Նախ արտգործնախարար Միրզոյանը պատմեց, այսօր Հայաստան-Եվրամիություն համատեղ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկն է տրվել։ Հայաստանն ու Եվրամիությունը ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Կողմերի միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրն է ստորագրվել։ Սա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ձևակերպեց, Երևան հստակ ուղերձով է եկել։ Եվրամիությունն ու Հայաստանն այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Շարունակեց, աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։ Կալասը Երևանում պատմեց, որ այս շեշտադրումները նաեւ Բաքվում է արել, ձևակերպեց, միանշանակ է, որ ողջավորված են այս գործընթացով։ Իհարկե, ցանկանում ենք այս գործընթացի ամփոփումը որքան հնարավոր է շուտ տեսնել։ Կայունություն անհրաժեշտ է ամբողջ աշխարհում, ոչ միայն այս տարածաշրջանում։ Մենք երկխոսում ենք փոխկապակցվածության վերաբերյալ եւ քննարկում ենք երկու երկրների հնարավորությունները կապելու Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։ ԵՄ գերագույն ներկայացուցիչը պատմեց նաեւ, որ նախորդին այցելել ու ծանոթացել է ԵՄ առաքելության աշխատանքներին, նաեւ առանձնացրեց մարդկանց միջև շփումների, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության զարգացման կարեւորությունը։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին, ինչպես նաեւ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։ Իսկ առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Հեծը պայքարելու է իրավական ու պետական բոլոր ճանապարհներով, մեկնաբանություն Հայաստանի էլեկտրական ցանցերից։ Տրանսպորտի համար չվճարես, կտուգանվես, հարցը ազգային ժողովը արտահերթ կքննարկի։ Նոր նշաններ մայրաքաղաքում, վարորդների աչքը հնին է սովոր, բողոքում են ամենուր։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։
Թեհրանի սրտով չեն Երևանի դեմ իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությունները, մեկնաբանելով օրերս հրապարակված Ստամբուլի համաձայնագիրը, Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը մշտապես հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին։ Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտնել է, որ Իրանը հավանություն չի տալիս կոնկրետ այդ հայտարարությունում հասկացությունների և բառերի օգտագործմանը նկատի ունենալով այսպես ասած արևմտյան Ադրբեջան տերմինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որ սովորաբար ուսումնասիրում գնահատում է հանրային ծառայություններ մատուցող տնտեսվարողների աշխատանքը, երբևէ չի գնահատել հեծի աշխատանքը։ Էլեկտրական ցանցերի տնօրենի պաշտոնակատարն է այսօր ասել, ինչպես ստացվեց, որ հեծը երեկ լավ էր աշխատում, այսօր այդքան վատ է, որ պետք է պետականացնել մասնավոր ընկերությունը, նշել է Դավիթ Ղազինյանը։ Անդրադառնալով էլեկտրաէներգիայի անջատումների խնդրին, նա առաջարկել է հստակ գծել սահմանը, որն է հեծի մեղքը, որը բեցին է։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը Տաշիր գրուպը ձեռք բերեց 2015 թվականին։ Գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է պատմում, ասում է վիճակը ծանր էր, վատ, անելիքները շատ, թեև դրա մասին չեն բարձրաձայնել։ Կազմել են ներդրումային ծրագիր, ներգրավել են միջազգային գործընկերների, աշխատել են կառույցը վատ վիճակից դուրս բերելով համապատասխանեցնել զարգացած երկրների միջազգային փորձին։ 2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, ուրեմն հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով, ներդրումների և գնումների տեխնիկական աուդիտը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթել են միջազգային շատ լուրջ հեղինակություն ունեցող GT և BDO Armenia PB-ները։ Այս ամեն ինչի համար եմ նշում, որպեսզի պատկերացնեք, որ այս կազմակերպությունները անցկացրել են և ֆինանսական, և տեխնիկական աուդիտ, և տվել են դրական եզրակացություն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է կարգավորում հեծի գործունեությունը։ Ղազինյանն ասում է, վերջին տարիներին անգամ ակնարկ չեն արել, որ հեծում այնպիսի վիճակ է, որ օրինակ կարող է լիցենզիայից զրկվելու մասին խոսք լինել։ Թվեր է ներկայացնում հանձնաժողովի 2023 թվականի վերլուծական տեղեկանքից։ Հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Հայաստանության ամբողջ տարածքում 22 թվականի համեմատ բարելավել է շուրջ 8.7%-ով, միջին տևողությունը հոսանքազրկումների բարելավել է 22 թվականի համեմատ 18.1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 2022 թվականի համեմատ 12.85%-ով։ Մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, խնդրում եմ սա շատ ուշադիր լինել, որովհետև այդտեղ է մեխը հենց։ Այդ մարմինը երբևիցե որևիցե ձևով չի գնահատել հեծի աշխատանքը այսպես ճակերտների մեջ այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների։ Իշխանության պետականացման ձեռնարկի մասին։ Նախ Ղազինյանի ձևակերպմամբ զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելավոճը նորմալ չէ։ Հավելում է, որ մինչև այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։ Հեծը պայքարելու է բացառապես իրավական եւ պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորությունները սպառելուց հետո արդեն միջազգային ատյաններում։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Էլեկտրաէներգիայի սակագնի մասին խոսելիս պատասխանատուն շեշտում է, սակագինը վերջին տարիներին զսպել են կորուստների տոկոսների նվազելությունից գեներացված միջոցներով։ Պարզ ասենք, այս տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի որևէ թանկացում հեծի ձեռնարկը չէ։ 4.8, եթե չեմ սխալվում, դրամ 16 թվականից սկսված թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ հեծի այսպես ասած մաս որպես կտոր 0 դրամ է։ Այսինքն, ինչքան որ թանկացել է հոսանքը, հեծը այդտեղ որևէ բաժին չունի։ Խնդիրներ իհարկե կան, շեշտում է Ղազինյանը խոսելով հոսանքազրկումների մասին, այստեղ պարզաբանում է։ Խնդիրը նաև այն, որ մինչև հիմա տարանջատում չի եղել, այսինքն թե ում կողմից է եղել հոսանքազրկումը։ Օրինակ, նախորդ շաբաթ Երևանի 40%-ը աշտարակի մեծ մասը ըստ պատասխանատուի հոսանքազրկված է եղել պետական բեցի կողմից, բայց որևէ հայտարարություն այդ մասին չկա։ Հեծի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել
է այսուհետև տարբերակել բոլոր անջատումների պատճառները, ծագում է եւ ներկայացնել պաշտոնական հաղորդագրություններում։ Տիգրանուհի Կուլղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Քրեակատարողական հիմնարկից հղած 8-րդ ուղերձում գործարար բարերար Սամվել Կարապետյանը անդրադառնալով ներդրումային բիզնես ոլորտին գրել է, թե երկրի ներքին ներդրումային մթնոլորտի ոչնչացումը բերեց վերջին 7 տարիների ընթացքում առավելապես 0 հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրումների համար դարձանք ոչ հետաքրքիր եւ անհեռանկարային երկիր։ Կարապետյանը հավելել է, որ Հայաստանը բարեկեցության երկիր են դարձնելու, աղքատություն բառը անցյալում են թողնելու եւ հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է։ Հայ առաքելական եկեղեցու երկու թեմակալ առաջնորդները Բագրատ arczepiskopos Գալստանյանն ու Միքայել arczepiskopos Աջապահյանը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի միևնույն խցում են։ Հայտնել են նրանց փաստաբանները լրագրողների հետ հանդիպմանը։ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբը նշել է, որ այսպիսով իրավապահները փորձում են իրար կապակցել տարբեր գործեր։ Բացի այդ, կասկած են հայտնում, դիտավորություն կա, թեմակալ առաջնորդներին նույն խուց են տարել, որպեսզի միմյանց հետ զրուցեն եւ նրանց գաղտնալսեն։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանն համարում է եղբայրը։ Իրենք հոգևոր եղբայրներ են, բայց դա չի նշանակում, որ Միքայել Սրբազանը Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության հետ բաժին ունի։ Իհարկե անմեղության կանխավարկածը չեն կարող խախտել, Բագրատ Սրբազանը անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ պես դատավճռով այլ բան չի հաստատվել, բայց ծրագիրը ցույց տալ, որ եկեղեցին հակաբարոյական կազմակերպությունն է, որպեսզի դրանով լեգիտիմ իրավունք ունենան մտնեն ներս։ Դրա համար է, որ Միքայել Սրբազանը փորձում էր կապել Բագրատ Սրբազանի գործերը։ Հանրային տրանսպորտից օգտվես չվճարես, առաջիկայում նաև կտուգանվես, հարցը ազգային ժողովը կքննարկի արտահերթում։ Քաղաքապետ Ավինյանը ասում է, նաև դժգոհություններ է լսել, բայց վճարող քաղաքացիներից, ովքեր բողոքում են չվճարողներից, սպառվել են հնարավոր բոլոր զիջումները, պետք է վճարել, որ քաղաքապետարանն էլ կարողանա թարմացնել ավտոպարկը։ Գործակարգավարական նիստին հետևել է Էդուարդ Պողոսյանը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է։ Տրանսպորտում չվճարողներին է խոսքն ուղղում քաղաքապետ Ավինյանը։ Վերջ, փող չտալ, էլ չկա։ Փոքր մասն են հանրային երթևեկից օգտվողների, բայց վաղը արձակուրդ գնացած խորհրդարանը հատուկ նրանց համար արտահերթ նիստ կգումարի ու կքննարկի տուգանք սահմանելու նախագիծը։ Ավելին, առաջինից երկրորդ ընթերցումը ճիշտ 1 օրում 24 ժամում կանեն խորհրդարանականները։ Մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաև տուգանվելը, կսկսվեն նաև տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Ինչ վերաբերում է բողոքներին, ես կարծում եմ, որ հիմա այդ մասով առկա է մի հատ արդարացի բողոք, դա վճարող քաղաքացիների բողոքն է, այս սանկցիայի բացակայությամբ չվճարող քաղաքացիների համար։ Այլ բողոք օբյեկտիվ ես չեմ տեսնում ու չեմ կանխատեսում, ճիշտն ասած։ Շատ արդարացի է, որովհետև այդ վճարումները ամբողջությամբ ուղղվում են մեր տրանսպորտային ոլորտի զարգացմանը, ուղղվում են նոր ավտոբուսների գնմանը, նոր տրոլեյբուսների գնմանը, եւ երբ որ չկան այդ վճարումները կամ որոշ չափով պակաս են այդ վճարումները, համապատասխան չափով հավաքագրումը պակաս լինելու պարագայում ինչ որ բաներ հնարավորություն չի լինում գնել, փոխել, ավելացնել։ Ու հենց այստեղ 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման հարցում քաղաքապետարանն առաջընթաց չունի, կառավարության հետ ֆինանսավորման քննարկումն էլ դեռ չեն սկսել, իսկ տուգանքի օրենքով Ավինյանը կորոշի, որ վարչությունը գործն իր վրա վերցնի, ով տուգանի։ Փաթեթի ընդունումից հետո արդեն համապատասխան որոշմամբ կարող է պարտականություն դրվել հասարակական կարգի պահպանության ծառայության վրա։ Քաղաքապետարանն այսօրվանից գործարկում է ԵՍ Երևան Electronic Services համակարգը։ Միասնական հարթակ է, մի պատուհանում բոլոր ծառայություններն են մեկտեղված։ Պատասխանատու պաշտոնյան հենց իր օրինակով է ներկայացնում կայքը։ Ահա ես արդեն մուտք եմ գործել համակարգ եւ համակարգը ինքնաշխատ եղանակով ճանաչել է ինձ, իմ գույքերը, իմ տրանսպորտային միջոցները, հաշվարկել դրանց պարտավորությունները եւ ամբողջությամբ ինձ կարող է այստեղ ներկայացնել։ Սա նշանակում է, որ օրինակ անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ վկայականի համարը անգիր անել էլ պետք չէ։ Հարթակից օգտվողները կտեսնեն նաեւ աղբահանության իրենց գինը, որի այս տարվա տույժ տուգանքները ավականին ստիպված եղավ ներել հենց միայն այն պատճառով, որ վճարը
հաշվելու մեթոդաբանությունը փոխելուն զուգահեռ չէին հասցրել ստեղծել այս կայքը։ Որպես էական տարբերություն, առավելություն նախկինում նմանատիպ ծառայություն Երևան հայմով տրամադրելու նկատմամբ այստեղ առկա է քաղաքացու սեփական էլեկտրոնային գրասենյակը, այսինքն երբևէ ինչ որ դիմում, որևէ դիմում, երբ որ ներկայացվում է քաղաքապետարան եւ դրա պատասխանը երբ որ ստանում եք, այստեղ բոլորը պահպանվելու է։ Այսինքն սա այն պապկան է, հա, այն գրասենյակն է քաղաքապետանի հետ շփման, բոլորը այստեղ պահպանվելու են։ Հարթակն ունենալու է նաև բջջային հավելված կունենանք մինչև տարեվերջ։ Ավինյանն է հարցնում, պատասխանատու պաշտոնյայի պատասխանը դեռ չլսած եզրահանգում անում։ Հայացքը լավը չէր։ Հավելվածի ստեղծման ժամկետները առայժմ հնարավոր չէ հստակեցնել, միջազգային ներդրումների հետ կապված քննարկումներ դեռ պետք է անեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին շրջանում մայրաքաղաքում բազմաթիվ փողոցներում նոր նշաններ են տեղադրվել, օրինակ Մաշտոցի պողոտայից ձախ թեքվել, հրապարակ մտնել չեք կարող, ճանապարհային նշանը փոխվել է միայն ուղիղ։ Քաղաքապետարանից էլ դեպի հաղթանակի կամուրջ միայն մեկ ուղղություն է մնացել, ձախ թեքվողն էլ միայն տրանսպորտի համար է։ Աչքը հին նշանին սովոր վարորդը չի հիշում նոր նշանները, այդ պատճառով հաճախ խցանումներ ու վթարներ են արձանագրվում։ Ով է մեղավոր, ով անմեղ տեսանյութում։ Երևանի սրտում հենց քաղաքապետարանի հարևանության բարեփոխված երթևեկությունը իսկական խնդիր է դարձել։ Գրիգոր Լուսավորիչ փողոցում նախորդին մեկ օրվա ընթացքում 3 ավտովթար տեղի ունեցավ, ինչի արդյունքում 4 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 2-ի վիճակը միջին ծանրության է։ Սոցիալական ցանցերում վրդովմունքն օր-օրի ավելանում է, բարեփոխված համակարգը մարդիկ չեն տեսնում։ Գծանշումների հեղինակին կանչեք պատասխանատվության եւ բոլոր վթարների ֆինանսական ծախսերը թող փակի։ Բողոքի ալիքը միայն սոցիալական ցանցերում չէ։ Վարորդներն ու ոլորտի փորձագետները եւս նկատում են, որ միջև բարեփոխման անցնելը ճանապարհին ըստ օրենքի պետք է տեղադրվեն դեղին թարթող ազդանշաններ, լրացուցիչ ցուցանակներ վարորդներին ավելի զգոն դարձնելու, նրանց ուշադրությունը կենտրոնացնելու համար, բայց մեր քաղաքի շատ հատվածներում դրանք բացակայում են։ Շատ հաճախակի փոփոխություններ են անում եւ տարիներ շարունակ վարորդներին ծանոթ կամ իրենց համար մշտական ճանապարհները որ փոփոխվում են, ուշ են նկատում Ոլորտի փորձագետների խոսքով իրազեկման արշավները արդյունավետ չեն գործել, քանի որ երկար բովանդակությամբ հայտարարություններ տարածելը արդյունավետ մեթոդ չէ։ Ասում են, հաճախ նույնիսկ ոլորտին քաջատեղյակները չեն հասկանում նման հայտարարությունների բուն ասելիքը։ Խիստ պաշտոնական լրահոսը տեղի ունեցել, որ շատ երկար շարադրանքով այսինչ փողոցից այսինչ տենց թվարկված է, հավատացեք մասնագետների շատեր են նույնիսկ լրահոսից բան չեն հասկանում։ Փորձագետները հիշեցնում են, եթե երթևեկության պայմաններն արմատապես փոխվում են, ապա օրենքով սահմանվում է լրացուցիչ ազդանշանների տեղեկատվական վահանակների պարտադիր տեղադրման պահանջ, իսկ եթե դրանք բացակայում են, սա արդեն իրավական խնդիր է։ Նույնիսկ օրենքով է նշած, որ փոփոխություն կատարողները 10-15 օր տեղեկատվական նշաններ տեղադրեն լրացուցիչ ու տեղեկատվություն տան։ Մասնագետները ստեղծված իրավիճակը ոչ թե առանձին վարորդների խախտումներով են պայմանավորում, այլ այն, որ համակարգային սխալ պլանավորման հետևանք է։ Ոստիկանությունը պարտավոր էր գրեթե շուրջօրյա ռեժիմով հերթապահեր, որովհետև ոչ միայն դա խցանումներ ցրելու համար է, այլ ռեֆլեքսներով վարորդներին կողմնորոշելու համար է, այնչու որ տեղի չի ունեցել։ Արվեստի փողոցի փոփոխությունը աբսուրդ է, որ մեկ-երկու երթևեկելի գոտի են դարձել ու մեկ ավտոբուսների համար նախատեսել, ասում են այնպես, որ այդ հատվածում հիմա ճանապարհային ոստիկանությունը հսկողություն անում մարդկանց հորդորում ասում է եկեք այդ երթուղիով երթևեկեք եւ մեկ այլ կառույցը ճանապարհային ոստիկանության տուգանման որ դու ավտոբուսների համար նախատեսած երթուղիով ես երթևեկում։ Փորձագետները պատկան մարմիններին հորդորում են առավել մանրամասն ուսումնասիրել ստեղծված խնդիրը, ասում են, որ տրանսպորտի համար երթուղի առանձնացնելը բավարար չէ։ Անդրադառնալով պատահարներին վարորդներին հորդորում են քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց հետ պետական մարմինները եւս պատասխանատվություն կրեն։ Ասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Արցախյան մոտիվներով գունագեղ գուլպաներ, խաչքարերի ու գորգերի զարդերը նորովի։ Կիբեր հանցագործություններից տուժած քաղաքացիների խնդիրը լուծվում է, վարկերը կսառեցնեն մինչև քննության ավարտը։ Մեդիա աշխարհ, ինչ սպասել երեքշաբթի, ավելին հաջորդի։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Թանգարանային հավաքածուները, 5 գորգերի, խաչքարերի պատկերները երկրորդ կյանք են ստանում տիպիկ հայկական գուլպաների վրա։ Այն կիրառվել է ոչ միայն առօրյայում, այլև ունեցել է նաև ծիսական խորհուրդ։ Նոր ընտանիք կազմող զույգերին նվիրել են գուլպաներ, որ ընտանիքը պտղաբեր լինի, իսկ հայկական ավանդույթի թելը չի կտրվի այնքան ժամանակ, քանի դեռ այն փոխանցում ենք սերնդեսերունդ։ Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժը։ Մեր հայ Արցախի գորգից վերցրած նախշա, սա քարերից, մեր խաչքարերից վերցրած նախշեր է։ Գորգերից ու խաչքարերից պոկված նախշերը զարդարել են բրդե գուլպաները։ Յուրաքանչյուր սիմվոլ ունի իր նշանակությունն ու պատմությունը։ Արցախում ունեն հիլի կոչվող, հիլի, այսինքն հայելի։ Ինքը դիմացի մասում բաց է մնում, այսպես շրջանակի նման, ու կարծեք հայելու տպավորություն է թողնում, սպիտակ։ Հայկական մշակույթը հայտնի է իր գուլպագործական հարուստ ավանդույթներով։ Մեր նախնիները գուլպագործել են ոչ միայն նստած, այլև քայլելիս, զրուցելիս, ինչը նրանց փայլուն հմտության վկայությունն է։ Գուլպան ինքը գործվում է քթից, ոչ թե վերևից։ Տատիկները մի պահել, որ մի քիչ բարակթելով է մաշում, գործում, փորձում են ներքևի մասը մի հատ կտոր դնեն, կարեն, որ ուշ մաշել այդ գուլպան։ Եվ հետո իր նախշերը, մեր ավանդական նախշերը, մեր գորգերի նախշերը, մեր եկեղեցիներում այդ նախշերը եւս տեղադրվում է գուլպայի այդ գեղեցիկ գույնզգույնը, որ ասում ենք նախշուն գուլպա, այդ գլխավոր միտքը դա է։ Ժողովրդական արվեստների թանգարանում բացված Գուլպան հայոց ավանդական եւ արդի մշակույթում խորագրով ցուցադրությունը ներկայացնում է հնի եւ նորի միաձուլումը։ Ցուցադրվում են Արցախի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների եւ վարպետների գործած գուլպաները, համադրված թանգարանի հավաքածուի ու գուլպայի կաղապարների նմուշների ընտրանիով։ Ավանդույթը պահպանելու ու սերնդեսերունդ փոխանցելու համար կենտրոնի տնօրենը ազգային հիշողության արտնացումն է կարևորում։ Փորձում ենք երիտասարդներին սովորեցնել մեր ազգայինը, որովհետեւ այդ գուլպա, մեր ազգային գուլպան, որը կոչվում է տարբեր անուններ ունի, օրինակ Հադրութում մենք ասում ենք շաթալ, իսկ Հադրութի մի գյուղում Բանաձոր գյուղում ասում են քթավեր մչավեր, մյուս գյուղում ասում են հիլի, եւ այդպես շարունակական, ես չեմ ուզում կորչի, կորցնել չի կարելի մեր ազգայինը։ Գուլպաները մեր մշակույթում եղել են նաև ամուսնական, ընտանեկան արարողակարգի ծիսաշարի կարևոր բաղադրիչներից։ Հարսն իր օժիտում պարտադիր ներառել է նախշազարդ գունավոր գուլպաներ փեսային ու հյուրերին նվիրելու համար։ Հիմնականում նվերները անում էին տղամարդկանց գուլպայի ձևով, եւ դրա համար այն գուլպաները, որոնք որ այս նպատակով էին արում եւ պիտի դրվեին օժիտների մեջ, դրանք կարող են մի 10-20 զույգ լինեին, հարսը պիտի իր օժիտի մեջ այդքան ունենար, որտեղ ամեն եկողին իրեն նվեր տվողին ինքը պիտի փոխադարձեր այդ նվերը։ Զույգ թռչուններով, կենաց ծառերով, տարբեր տեսակի, ասենք, բուսական զարդանախշերը դրանք պտղաբերության խորհրդանիշ էին եւ դրանք պարտադիր տրվում էին հենց նորափեսայի, ասենք, համար։ Մեր նախնիները հավատում էին գուլպա նվիրելով նոր ընտանիքը պտղաբեր կլինի, իսկ ազգային ավանդույթի ու հայկական գուլպաների թելը երբեք չի կտրվի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Պահանջված հեռուստաալիքները 24/7 ռեժիմով դիտելու հնարավորություն է ընձեռում Թիմ Տելեկոմ Արմենիան, բավական է ներբեռնել Թիմ TV հավելվածը եւ կարող եք 7 ալիք դիտել անվճար։ Իսկ եթե բաժանորդագրվեք Թիմ TV Max փաթեթին, ապա 200-ից ավելի ալիք կունենաք, այդ թվում Armenia Premium-ը։ Հեռուստադիտողներին ծանոթ եւ սիրված Armenia Premium ալիքներն այժմ հասանելի են Թիմ Տելեկոմ Արմենիայի բաժանորդներին։ Armenia Premium-ը հնարավոր է դիտել ինչպես Թիմ TV Box-ով, այնպես էլ Smart, Samsung եւ Android հեռուստացույցով։ Հարկավոր է ընդհանրապես ներբեռնել Թիմ TV հավելվածը։ Ինչպես նաև OTT տարբերակով հեռախոսների միջոցով iOS եւ Android համակարգով աշխատող հեռախոսներով հնարավոր է ներբեռնել եւ դիտել Թիմ TV հավելվածը եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր 200-ից ավել հեռուստաալիքներին միացավ նաև Armenia Premium հեռուստաալիքների ցանկը եւ այսօր դրա մասին հայտարարում ենք։ Թիմ Տելեկոմ Արմենիայի Cosmo Combo փաթեթների բաժանորդները նաև բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել Թիմ TV հավելվածը սմարթֆոնի կամ հեռուստացույցի վրա, գրանցվել եւ դիտել 7 ալիքների անվճար կամ բաժանորդագրվել Թիմ TV Max փաթեթին եւ դիտել 200-ից ավելի ալիքներ, ներառյալ Armenia Premium փաթեթը։ Հեռուստատեսությունը տրամադրվում է թե առանձին սարքով, set-top box-ով
եւ թե առանց սետոբոքսի ուղակի հեռուստացույցի մեջից կամ հեռախոսով ներբեռնելով հավելվածը։ Team TV-ն որպես ժամանակակից թվային պրոդուկտ շարունակում է զարգանալ, այդ թվում ավելացնելով պահանջված հեռուստաալիքներ եւ նոր հետաքրքիր բովանդակություն։ Armenia Premium ձեր սիրած նախագծերը մեկ օր շուտ առանց գովազդային դադարների։ Team Telecom-ի հետ այս կարևոր համագործակցությունը հնարավորություն է տալիս բազմաթիվ հեռուստատողներին ծանոթանալ Armenia Premium հեռուստաընտանիքի բովանդակությանը։ Բովանդակություն, որը նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար։ Հայ կինո Armenia TV-ն միակն է, որ նպաստում է հայկական ֆիլմարտադրության հանրաճանաչմանը։ Հայ կինո կաբելային հեռուստալիքը 24 ժամ ցուցադրում է հայկական կինոժառանգության լավագույն գոհարները։ Ֆիլմեր, որոնք թվայնացրել եւ առաջինը հեռուստաեթերում ցուցադրում է Armenia TV-ն։ Ահռելի մեծ հումորային, որակյալ հումորային կոնտենտ կոմեդի հեռուստալիքում։ Ջան TV հայկական երկարվեստի բացառիկ հեռուստահարթակ 24 ժամ շարունակ բոլոր ժամանակների լավագույն կատարողների երգերը, տեսահոլովակները, էքսկլյուզիվ համերգները կենթանի նվագակցությամբ եւ ձայնով։ Տունտունիկ երեխաների սիրելի հեռուստալիքը, մուլտֆիլմեր, ընտանեկան դիտման համար նախատեսված արկածային, ֆանտաստիկ եւ կատակերգական պատումներ, ճանաչողական եւ զվարճալի հեռուստացրագրեր։ Այն ամենը, ինչ հետաքրքիր է բացառապես մանուկներին։ Սինեմա կինոյի հանրագիտարան, որտեղ HD որակով ցուցադրվում են հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված եւ դիտարժան ֆիլմերը։ Armenia Premium փաթեթը Team TV հավելվածում հասանելի է 300-ից 305 ալիքներով։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Կիբերհանցագործների զոհ դարձած մեր քաղաքացիների համար լավ լուր կա։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այն մարդիկ, ում անունով հանցագործները խաբեությամբ վարկեր են ձևակերպել, կսառեցվեն մինչև քննության ավարտը։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Ուկրաինայում հայկական եկեղեցի կկառուցվի։ Խմելնիցկի քաղաքում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Այն կատարել է հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ 16 վեմ քարեր օծվել եւ ամփոփվել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Հոգևոր նշանակալի իրադարձությանը մասնակցելու են ժամանել ուխտավորներ Ուկրաինայի տարբեր քաղաքներից՝ Կիևից, Օդեսայից, Խարկովից, Լվովից, Խմելնիցկիից եւ այլ համայնքներից։ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր առևտրի կենտրոնում ապամոնտաժել են նրա նկարով պաստառը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից հայտնել են, որ գովազդային վահանակն ինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է։ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ հայտնել է, որ տեղադրած վահանակը իրազեկման ցուցապաստառ է, այլ ոչ թե գովազդ։ Հավելել է, այս գործողությունները դատական կարգով վիճարկելու են։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում են տվել։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի։ Իսկ մինչև այս որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն, կճշգրտվեն, սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Երևանում ուղևորը բռնություն է գործադրել հասարակական տրանսպորտի վարորդի նկատմամբ Facebook-յան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։ Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում։ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից, գրել է Հայկ Կոստանյանը։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Մինաս Ավետիսյանի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները կառավարության շենքի նիստերի դահլիճից կտեղափոխեն Ջաջուրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան։ Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը եւ այդ նպատակով մշակվել է դրանց ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման եւ նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից որմնանկարների տեղափոխումն ու վերականգնումը հիմնավորում են այս գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ։ Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ։ Կոտայքի մարզի Հանքավանի Նայրի Սփա Ռիզորտ հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող Արչի կեցության պայմանները պարզվել է չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին եւ վայրի կենթանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի եւ շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող Արչը տեղափոխվել է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենթանիների խնամքի կենտրոն։ Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Եվ եղանակի մասին ինչ սպասել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մեդիո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կբարձրանա 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 27-ից 30, Լոռիում 20-ից 24, Տավուշում 26-ից 28 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 28-ից 31 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 28-ից 30, Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 14-ից 16, ցերեկը 27-ից 29, երեկոյան 24-ից 26 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։